Ավետարան ըստ Հովհաննեսի։ 4 ավետարանների մեջ Հովհաննեսի ավետարանը ամենից ինքնատիպն է։ Եթե նկատի ունենանք Հիսուսի չարչարանքների պատմությունը, այստեղ մյուս ավետարանների հետ ընդհանուր շատ քիչ տարրեր կգտնենք։ Դրան հակառակ Հովհաննեսի ավետարանը միակն է, որտեղ հիշատակվում են որոշ դրվագներ, որոնք չկան մյուս ավետարաններում, ինչպես Կանայի հարսանիքը, Հիսուսի հանդիպումները Նիկոդեմոսի սամարացի կնոջ անդամալույծի եւ Իծնե կույրի հետ։ Իր առաջաբանում, որն ունի բանաստեղծական ձև, Հովհաննեսը Հիսուսին ներկայացնում է որպես Աստծո հավերժական բան, որը մարմնանալով գալիս է ապրելու մարդկանց հետ, նրանց մեջ դառնալով խորհրդանիշ կյանքի, լույսի եւ ճշմարտության։ Հովհաննեսի ավետարանը կարելի է բաժանել երկու մեծ մասերի։ Առաջին մասում նախ հանդես է գալիս Հովհաննես Մկրտիչը, նրա աշակերտը Անդրեասը, ինչպես նաեւ Փիլիպոսն ու Նաթանայելը, որոնք յուրաքանչյուրն իր ձևով արտահայտում են այն, ինչ բացահայտել են Հիսուսի անձի մեջ։ Այնուհետև պատմում է Հիսուսի զանազան հանդիպումները եւ նրա գործած 7 հրաշքների մասին, որ ավետարանիչը ներկայացնում է որպես նշաններ, դրանով ընդգծելով այն միտքը, թե էականը դրանց իմաստը հասկանալն է։ Հովհաննեսն այս առաջին մասն ավարտում է կատարվածի մասին մի տեսակ հաշվեկշիռով եւ Հիսուսի պատգամի ամփոփումով։ Երկրորդ մասում Հիսուսն իր աշակերտներին տալիս է իր վերջին հանձնարարությունները, որոնք որոշ իմաստով կազմում են նրա հոգեվոր կտակը։ Ապա իր աղոթքով նա պատրաստվում է դիմագրավել մահը եւ իր հորն է վստահում իր աշակերտներին։ Հիշատակելով Հիսուսի ձերբակալությունը, դատապարտությունը եւ մահը խաչի վրա, ապա նաեւ թափուր գերեզմանի հայտնաբերումը, Հովհաննեսը վերամիավորում է մյուս ավետարանների պատմության գլխավոր գծերը։ 21-րդ գլխում կարծես թե ամփոփում է ամբողջ միտքը, նպատակը, ընթերցողին քայլ առ քայլ բերելով այն բանին, որ նրանք Հիսուսի անձի մեջ ճանաչեն խոստացված Մեսիային, Աստծո որդուն։